Բարև երկիրը շարունակվում է ամանորյա օրերից հետո ինչպես վերականգնել ուժերը, վերադառնալ դպրոց, աշխատանքի, այս հարցերի շուրջ խոսելու ենք մեր հաջորդ հյուրի հետ։ Այո, եթե Դավիթի հետ մեր նախորդ հյուրի խոսում էինք, թե ինչպես օրգանիզմը, մարմինը վերականգնել, լիցքաթափել այդ տարատեսակ ուտեստներից, ապա պետք է շտապեմ ասել, որ մեր հոգին նույնպես մաքրագործվելու, հանգստանալու եւ լիցքաթափվելու կարիք ունի։ Եվ իհարկե այս պահին պետք է ողջունենք մեր սիրելի Անին, մեր հին ու բարի բարեկամ, լավ հոգեբան, որովհետև գրեթե 3 տարի Անին մեզ հետ է եւ կիսվում է թե իր փորձառությամբ, թե մեր ամենահետաքրքիր հարցերի պատասխաններն է փորձում գտնել եւ տալ։ Անի Բարսեղյան, ընտանեկան հոգեբան, սիրելի հեռուստադիտողներ, եթե չեք ճանաչում Անին, նախ շնորհավորում եմ տոների առթիվ Անի ջան։ Ես էլ եմ ձեզ շնորհավորում, շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք ինձ նորից ձեր ամենալուսավոր եթերներից մեկում, ձեր ալիքի ամենալուսավոր հաղորդումն է սա ինձ համար։ Շնորհակալություն։ Այո։ Ապրեք, ինչպես դիմավորեցիք, ինչպես անցկացրեցիք տոները։ Շատ լուսավոր, որոշել էի այդպես, եթե ինձ թողեի, գուցե այդպես չլիներ, ավելի հոգսաշատ լիներ, ավելի ալարկոտ լիներ, բայց ես ինքս գիտակցում եմ, որ մեր ուղեղը աշխատում է ծրագրով եւ ես ինքս որոշեցի, որ ոչ, ես ներկա եմ լինելու իմ շուրջը կատարվող վազվզոցում ու այսպես շատ ակտիվ ներգրավեցի տոնական մթնոլորտի մեջ եւ ստացվեց։ Այսինքն վազվզոցին նույնպես կարող է հաճելի լինել, եթե մենք մեզ տրամադրենք մեր միտքը այդպես։ Այո, իհարկե, մենք պետք է փորձենք ներկա լինել, որտեղ կարող ենք ասել, անիմաստ է, դե օր այլի կանցնի ու այդպես է կլինի, բայց երբ որ մենք մտածում ենք, որ ոչ, սա սովորական օր չէ, սա տոնական մթնոլորտ է եւ ես կարող եմ հնարավորինս օգուտ քաղել դրանից, այդպես է լինում է։ Անի, դու ինքդ ինչպես վերադարձար արդեն սովորական առօրյայի աշխատանքի եռուզերի մեջ։ Իրականում շատ դժվար, որովհետև տոները իրենցով շատ ռեսուրս են մեզանից ստանում, այդ սպասման շրջանը, այդ հուզական գեր ծանրաբեռնվածությունը մեզ հյուծում են։ Եվ իրականում տոներից հետո իզուր չէ, որ մարդիկ նշում են, որ իրենք դատարկություն են զգում, հոգնածություն են զգում։ Պիտի հակառակը լինի, չէ՞։ Նոր տարի, նոր սպասումներ, նոր երազանքներ, նոր էներգիա, բայց ինչու այդ դատարկության զգացումը գալիս։ Պարզ մեր հոգեկանը այդպես է աշխատում, մեր նյարդային համակարգը ինքը ունի 2 կարևոր գործառույթ, այդ սիմպաթիկ եւ պարասիմպաթիկ համակարգերն են։ Սիմպաթիկը, երբ որ դու ներգրավում ես ուժով, դա այն ֆունկցիան է, որը օգնում է գործունեությանը, վազելուն, փախնելուն եւ երբ որ մենք գիտենք արժևում տոներ են, մենք այսպես սպասման շրջանի մեջ ենք, հավելյալ ռեսուրսներ ենք ծախսում ինչ-որ բաներ իրականացնելու համար եւ դա իրականում հոգնածնում է մեզ։ Եվ դրանից հետո անչափ կարևոր է, որ մենք հնարավորություն տանք մեր նյարդային համակարգին վերականգնվելու։ Եվ այդ հուզական դատարկությունը, երբ որ մենք զգում ենք, դա թուլության նշան չէ, դա նշան չէ, որ մեր կյանքում ինչ-որ բան այն չէ։ Դա պարզապես մեր օրգանիզմը անցնում է պարասիմպաթիկ համակարգի, որ վերականգնի ռեսուրսները։ Պարզ, եթե փորձեմ օրինակով բերել, որ հեռուստադիտողը ավելի լավ ընկալի, մեքենան ունի գազ եւ արգելակ։ Գազը հենց սիմպաթիկ համակարգն է, որ մենք սեղմում ենք ու սկսում ենք ակտիվ ներուժով գործել։ Իսկ պարասիմպաթիկ համակարգը դա արգելակն է։ Դրա համար այդ ներքին դատարկությունը, երբ որ մենք զգում ենք, դա մեր օրգանիզմի բնականոն վերականգնման ընթացքն է։ Մի վախեցեք։ Ուղղակի թույլ տվեք ձեզ դադար առնել։ Անի, սովորաբար մենք մեզ ստիպում ենք, որպեսզի վերադառնանք նորից նույն տեմպին, կարծես թե դադար չտալով, մեզ հանգիստ չտալով, արդյոք դա ճիշտ մոտեցում է ինքներս մեզ հանդեպ։ Երբ որ մարդիկ սովորաբար փորձում են ավելի արագ, ավելի այսպես արհեստական ձևով վերադառնալ դեպի լավը, դեպի նոր նպատակները, դեպի բնականոն ընթացքին, 3 բան են անում։ Նրանք փորձում են մերժել իրենց զգացմունքները, փորձում են անտեսել նյարդային համակարգի բնականոն ընթացքը, փորձում են իրականությունը կարծես անտեսել։ Դա ցանկալի չէ, որովհետև մեր հոգեկանը չի վերականգնվում եւ չի բուժվում այսպես ստիպելով եւ հրահանգումներով։ Ժամանակ է պետք։ Դրա համար, եթե անգամ մեր մեջ կա որոշակի թեկուզ դատարկություն, ինչպես նշեցինք, տխրություն, ապաթիա, շատ կարևոր է, որ մենք դրան ուշադրություն դարձնենք, ոչ թե մտածենք, ոնց մի րոպե շուտ ես ազատվեմ այս հոգեվիճակից ու նորից նոր գործունեության շտապեմ, որտեղ լինում է այդպես, մարդկանց մոտ իրականում վատ վիճակ է, իրենք մտածում են, որ ես իրավունք չունեմ վատ լինելու։ Նոր տարի է, նոր սկիզբ է եւ կան սոցիալական սպասումներ, նոր տարի, նոր մարդ։ Եվ այդ սոցիալական սպասումներն է մեզ կարծես ստիպում են, որ մենք արհեստական մեր առջև դնենք ինչ-որ նոր մարտահրավերներ, նոր ձգտումներ, բայց անձը դա չի զգում։ Անձը զգում է ալարկոտություն, ծուլության ցանկություն, ոչինչ չանելու ձգտում։ Շատ կարևոր է, որ մենք մի պահ փորձենք հասկանալ այդ զգացումները ինչ են ասում, ոչ թե ոնց դրանք փոխենք։ Բայց մենք այդպիսի ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։ Աշխատանքը, դասերը ի վերջո չեն սպասում, չէ՞, արագ վերականգնվել է պետք։
Տխրությամբ հիշեցի իմ վերջին բլոգի նյութերից մեկը, որտեղ ես խոսում եմ այն մասին, որ երբ որ անգամ մարդու կյանքում վիշտ կորուստ է տեղի ունենում, օրինակ մտերիմն է մահանում, անձը ժամանակ չունի իր սուքը սքալու։ Հիմա մի քիչ տոնական մթնոլորտի մեջ ճիշտ չէր սա ակնարկել, բայց անգամ սքի ժամանակ ստացվում է, որ մենք ժամանակ չունենք մեր սուքը սքալու, որովհետև այո, դպրոցը չի սպասվում, աշխատավայրում մեզ չեն սպասում, եւ այսպես ստացվում է, որ մարդը իր հուզական ապրումները պաուզայի ու դադարի կոճակին է սեղմում եւ շտապում է ապրել։ Այո, կյանքը մեզ հնարավորություն չի տալիս դանդաղելու, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր հուզական ապրումները, երբ որ մենք չենք ուշադրության դարձնում, չենք լսում, դրանք ոչ միտեղ չեն անհայտանում։ Դրանք ուղղակի փոխակերպվում են անհասկանալի հոգնածության, տագնապների, տեղափոխվում են մարմին, վարք, ցավերի։ Դրա համար այո, մենք այդպիսի հնարավորություն, այդպիսի շքեղության հնարավորություն կարծես թե չունենք, բայց մենք պետք է թեկուզ այսպես շատ հստակ հասկանանք դրա կարիքը ու այդ ժամանակը մեզ տանք։ Թեկուզ օրվա որոշ ժամերի։ Անիսկ, եթե հակառակ կողմն էլ նայենք, որ մենք մեզ ասենք, որ մեզ թույլ տանք, հա, հանգստանալ, բայց դա կարող է շատ երկար տևել ու մարդու համար դառնալ սովորական վիճակ, դա էլ կարծում եմ։ Դա ինչպես հաղթահարել, այսինքն չափը ինչպես զգալ, որ հանգստացավ օրգանիզմս, մտքերս հավաքվեցին, արդեն ժամանակն է գործելու։ Շատ լավ հարց եք իրականում տալիս, որովհետև այսպես ինձ լսողները կարող են մտածել, դե որ տենց է մարմինս դա է ուզում, ես մտնեմ այդ տխրության մեջ, հա, թույլ տամ։ Այո, եւ այդ շեմը ճանաչելը զգալը շատ կարևոր է, այստեղ նորից, հա, ես ոչ թե խոսում եմ ծուլության մասին, այլ խոսում եմ այն մասին, որ իսկապես եթե դու գիտակցում ես, որ դու շատ երկար շրջան քո լավագույնը արել ես, ջանք ես դրել, ջանացել ես, գործել ես եւ պարզ հասկանում ես, որ հիմա հոգնած ես, դու քեզ կարողանաս օրվա ընթացքում, շաբաթվա ընթացքում 10 ինչ որ փոքրիկ պահեր վերականգնվելու։ Եվ դա կարա չլինի անգործության շրջան, դա պարզապես կարա լինի ինքդ քեզ արտոնելու շրջան, որովհետև օրինակ նույն ես խոսում եի, չէ, ավտոմեքենայի դադարի մասին, նույն այդ դադարի ժամանակ մարդիկ մտածում են, որ իրենց կյանքը անցավ։ Օրինակ, երբ որ ես այցելուներիցս մեկին վերջերս ասում էի, դու շատ հոգնած ես, թույլ տուր քեզ օրինակ պարկել բազմոցին եւ սերիալ նայել, ասում էր, կյանքիցս 2 ժամ անիմաստ կանցնի։ Թող աշխարհը սպասի, եթե դու հանգստի կարիք ունես։ Այսինքն ես չեմ խոսում քո ամբողջ օրը այսպես բազմոցին անցկացնելու մասին, բայց այդ դադարները շատ կարևոր են։ Դա կարա լինի օրվա մեջ 1 ժամ։ Բայց թույլ տուր քեզ։ Մի վախեցիր, որ կկորցնես։ Այո, մեղքի զգացում մի ունեցիր այդ դադարի պահերին, այ դա է կարևոր։ Իսկ երեխաներին ինչպես օգնենք, անի, որովհետև եթե մենք ինքնատիրապետումով, մեր վրա աշխատելով, ինչպես ասացիք, նաև ձեր խորհուրդներին հետևելով, կարող ենք վերականգնվել, հա, երեխաներին պետք է մենք ուղղորդենք, նրանք չեն կարող ինքնուրույն վերականգնվել, սկսած առավոտյան շուտ արթնանալուց եւ դասի գնալուց, հետո կարծես չէ, տոնը նրանցն է եւ տոնական տրամադրությունը ավելի երկար է նրանց մոտ տևում, հա, ինչպես բացատրել, որ վերջ տոնածառի հետ գնում են նաև տոնական օրերը, անհոգ օրերը, այո, արձակուրդները։ Այո, ես միշտ իմ երեխաներին, հա, այսպես այո, ձեր օրինակով ասեք, որ հավատաներ։ Խոսքով ես միշտ ասում եմ, որ գիտեք, ամեն բանի ժամանակ կա։ Կա այսպես տոնելու ժամանակ, կա դասերին վերադառնալու ժամանակ եւ եթե մենք շարունակաբար մեր երեխաների հետ այս աշխատանքը չենք տանում, մենք չենք կարող այսպես տոնական օրերին հանկարծ հայտնվել ու իրանց ինչ-որ բան ասել եւ նրանք հասկանան։ Դա նման է նրան, որ դու սպասում ես, որ գողը մտնի քո տուն ու դու հանկարծ որոշես մարզվել գողին հաղթելու համար։ Երեխաների աջակցությունը, գիտակից ծնողավարությունը դա մեր ամեն օրվա գործընթացն է եւ եթե մենք դրա մեջ իսկապես ներգրաված ենք եղել, տարեվերջին շատ հեշտ կլինի ինչ որ առումով նրանց բերել նորից առօրյային օրակարգին, այնպես որ եթե ինչ-որ ծնողներ տարվա ընթացքում ոչինչ չեն արել, այս փուլում նրանց հեշտ չի տրվելու, բայց եթե մենք ծնողներ ենք, որոնք անընդհատ երեխաների հետ զրուցում են, ուղղորդում են, աջակցում են, բացատրում են ամեն բան, հիմա էլ մենք կարողանանք նրանց ուղղորդել, որ հիմա էլ ժամանակն է նորից վերադառնալ գիտելիքին։ Չէ՞ որ դա ապագան է։ Անի դաթարներին վերադառնալով մի այսպիսի հարց, գիտեմ դա շատ երկար եւ խորը պատասխան է ենթադրվում, բայց կուզեմ կարճ ինչ-որ տարբերակ, երբ մարդը իրեն դաթար է տալիս թեկուզ տիպողաբար, բայց ունի հակում անհանգստության, այսինքն դաթարի ընթացքում կարծես թե մեղադրում է ինքն իրեն, կամ մեղադրում է նրանում, որ աշխարհը առաջ գնաց, ինքը մնաց իր տեղում։ Ինչպես մի քանի ձևաչափ գոնե, եթե կա, իհարկե, եթե հնարավոր է, ինչպես հաղթահարեն այդ ապրումները։ Այո, ես նորից կկրկնվեմ ասելով, որ շատ կարևոր է այդ պահին ոչ թե մենք փորձենք մի րոպե շուտ տանել լուծման մեր հոգեվիճակը, մի րոպե շուտ ավարտել այդ դիսկոմֆորտը, մեղքի զգացումը, փորձել փոխակերպել, այլ փորձել լսել
այս հոգեվիճակը ինձ ինչ է ասում։ Գուցե դա իսկապես խոսում է այն մասին, որ մենք կորցնելու վախ ունենք, որ մենք վախենում ենք ինչ-որ բան չհասցնել, որ մենք վախենում ենք ինչ-որ բան չապրել, եւ դա գուցե հենց այն ճիճն է մեր հոգեկանի, որ տարվա ընթացքում մենք լրացնում ենք, իսկ տոները չեն լրացնում։ Մենք տոներից այսպես շատ առողջվածային սպասումներ ունենք, որ իրենք պետք է գան այսպես կախարդական հնարով մեր խնդիրները լուծեն։ Եվ տոնի աղմուկը չի թողնում, որ լսենք։ Այո, բայց տոները հակառակը դրանք ջրերես են հանում։ Մեր մանկության փորձառությունները, չապրված զգացումները, եւ եթե հիմա մեզ լսողներից կան անձիկ, ովքեր այդ հոգեվիճակում են, որ այդ դաթարը տալու մեջ ունեն նմանօրինակ սիմպտոմներ, հա, վախ, որ կորցնեմ, որ չհասցնեմ, որ մի պահ լսեք, սա ինչի մասին է։ Եվ վերջապես այդ հարցերի պատասխանը գուցե իրենց մեջ գտնեն, լուծումներ գա։ Անշուշտ կգտնեն։ Երբ որ մենք համարձակվում ենք արճակատվել ինքներս մեզ հետ, մեր հոգեկանը ուղղակի արդեն սկսում է ամոքման ճանապարհը։ Բայց սովորաբար մենք սովոր չենք դրան։ Մենք փորձում ենք չտենալու տալ, լրացնել, արտամղել, բայց ես նորից կկրկնվեմ, մենք մեր զգացումները, երբ որ այսպես մի կողմ ենք դնում, դրանք չեն անհետանում, դրանք փոխակերպվում են մարմնի ցավի։ Մարմինն է սկսում ճչալ, հոգնածություն, տագնապներ, իսկ դա չապրված զգացմունքներն են, մնացորդային ապրումներն են։ Այնպես որ կանգ առեք։ Եվ վերջո չմոռանալ, որ յուրաքանչյուր անհաջողություն, այդ պահի չստացված, հա, մեզ ցավեցնող բան, գուցե բարձրալից ուղարկված այն նշաններն են, որոնք մեզ ուղեկցելու են դեպի հաջողության ճանապարհին, մեզ ամրացնում են։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, այդ կոնտեքստում կնշեմ, որ մեր ժամանակները կարծես խոսում են այն մասին, որ դեպրեսիան, տխրությունը, դրանք, չգիտեմ, հոգեվիճակներ են, որոնք չի կարելի ապրել, որոնք թույլատրելի չեն, եւ այսպես շատ կոչ կա, եթե մենք մի պահ ուշադրություն դարձնենք, որ պետք չէ նման բաներ զգալ, բայց ինչպես դուք ասեցիք, նմանօրինակ խորը հոգեվիճակները, անգամ տխրության տառապանքի պահերը շատ կրթող կարող են լինել, եւ այդ նույն դեպրեսիոն հոգեվիճակների մեջ մենք կարող ենք թափանցել մեր կյանքի ամենախորը տեղերը, եւ դա նպաստում է լուրջ անձնային աճին։ Ես հետաքրքիր փորձառություն ունեմ, երբ որ տեսնում եմ շատ խորը աչքերով, խորը խոսքով, կյանքի փորձառությամբ մարդկանց, ասում եմ, որ նրանք ռուսերեն կասեմ, ասում կաշմար տեսած մարդիկ են, այսինքն նրանք տեսել են կյանքի շատ սարսափներ։ Եվ դա իրականում, ինչպես ասում է ժամանակին իմ հոգեբանը, տառապանքը դաստիարակում է։ Ցավոք, բայց դա կարող է կրթող լինել։ Պետք չէ մի րոպե շուտ ազատվել այդ հոգեվիճակից։ Երբեմն պետք է մնալ դրա մեջ, հղկվել եւ վերցնել շատ-շատ լուրջ պտուղներ։ Անի նաեւ հետաքրքիր է այսօրվա մեր իրականությունը, քանի որ շատ են կախված հեռախոսներից, բոլորը անդադ ուրիշների կյանքով են ապրում, եւ բնականաբար սոցցանցերում միայն դրական, գեղեցիկ կյանքն է ներկայացվում հիմնականում, երբ որ մարդը տան այդ դաթարի շրջանն է, ինչպես ձերբազատվի հեռախոսով այդ լավը տեսնել ու նյարդայնանալուց, հարստական լավը։ Ես սպասում էի նախանձել բառում, բայց խուսափեց շրջան դե։ Նախանձել չի ասի, նելի բառ տարբեր, բայց դա զգացողություն է, որից կարծում եմ խուսափել են արոջի, դա շատ վատ բառ եւ զգացողություն է, անի։ Եթե դուք դա զգում եք, կարելի է զգալ այն, ինչ դուք զգում եք, էլի շատ լավ խոսք կա, դու չես կարող թույլ տալ, որ դու չես կարող արգելել, որ թռչունները թռչեն քո գլխի վրայով, բայց դու կարող ես արգելել, որ դրանք այդտեղ բույն դնել։ Ինչ վերաբերում է սոցիալական կյանքերին նայել եւ նյարդայնանալուց, դա նորից ձեր մասին է։ Մի պահ կարող եք ուղղակի կանգ առնել եւ հասկանալ ինչու է այս պահին իմ այս տեսածը ինձ նյարդայնացնում, սա ինչի մասին է։ Այսինքն, երբ որ մենք ունենում ենք որոշակի զգացողություն, դա շատ լավ հոգեախտորոշիչ պահ կարող է լինել։ Մի պահ հասկացին, իսկ ինչու է օրինակ այս ընտանեկան տեսարանը ինձ նյարդայնացնում։ Իսկ ինչու է այս, չգիտեմ, թորնիկի եւ տատիկի ջերմ հարաբերությունը ինձ նյարդայնացնում։ Դա կարող էր ինձ հույս հաղորդել, որ փաստորեն կան նմանօրինակ ընտանիքներ, բայց ինձ նյարդայնացնում է։ Քո կյանքում դրա բացակայությունից։ Քո կյանքում դրա բացակայությունից այդ պահին տարբերակ 1 դա դա կյանքի քո կյանքում դրա բացակայությունից, տարբերակ 2 դու իրականում նայում ես ու չես հավատում, ասում ես ինչ են իրանց ձև տալիս, կեղծ մի բան է, իրականում այդպես չի, բայց հետաքրքիր է, չէ՞, ինչու դու չես հավատում, որ ինչ որ մեկի կյանքում դա կարող է իրական ապրում լինել։ Եվ այսպես կարելի է անվերջ թվարկել, թե ինչու
դա մեկ պատասխան չունի։ Եվ դա հիանալի բանալի կդառնա բոլոր կողպեքների համար, որ իրենք իրենց բացեն եւ հասկանան իրենց խնդիրները։ Մենք այսօր կարճ, բայց շատ հետաքրքիր լուծումներ առաջարկեցինք, ինձ թվում է, եւ հեռուստադիտողը ինքն իրեն հասկանալով նաեւ կսկսի ինքն իրեն սիրել ու հասարակությունը կարողանա այդպիսով։ Անընդհատ վերլուծել, մտածել, հետո սիրել դժվար է իրական։ Բայց շատ չխորանալ։ Գիտեք, իրականում երբ որ մենք ուղղակի թույլ ենք մեզ տալիս զգալ այն ինչ որ զգում ենք, դա շատ ավելի խաղաղ եւ ազատ ճանապարհ է, քան երբ որ մենք մեզ պարտադրում ենք, կարծես մենք մեր ներսում բաժանում ենք մեր ներսը երկու մասի՝ թույլատրելի եւ անթույլատրելի վիճակներ։ Բայց երբ որ դու քեզ թույլ ես տալիս զգալ այն ինչ զգում ես, անգամ լինել այդ տխրության հոգեվիճակի մեջ, որտեղ այդ պահին դու այդ վիճակում ես, այդտեղից սկսում է իրական ամոթումը եւ ազատությունը։ Նոր կյանքը եւ նոր սկիզբը, որ խոսում ենք, հա, նոր կյանք, նոր սկիզբ, ամանորից հետո, դա օրացույցով չի սկսվում։ Հոգեբանության մեջ դա օրացույցի օրվա հետ կապ չունեցող մի բան է։ Նոր սկիզբը սկսվում է այն ժամանակ, երբ որ մարդը ինքը իրեն թույլ է տալիս առանց պարտադրանքի լինել իրական, լինել ազատ, առանց սոցիալական սպասելիքների, ճնշումների, բայց դա մենք ինքներս մեզ թույլ չենք տալիս այդտեղ։ Լինել բնական, ազնիվ, անկեղծ, ամիջական սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ սա լավագույն խորհուրդն է եւ այն բանաձևը, որով կարելի է ապրել հեշտ, ոչ այդքան հեշտ կյանքում։ Այո։ Շնորհակալ եմ Անի ջան, մեզ մոտ հյուրընկալվելու համար, միշտ ուրախ ենք եւ ես մոռացա ասել, որ ձեր նոր սանրվածքը ձեզ շատ ավելի նուրբ եւ գեղեցիկ է դարձել։ Մի փոքր նմանվել եք իրար։ Շնորհակալ եմ։